Արդեն մի քանի ամիս է եկեղեցու դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է առաջնահերթություն եւ շատ տրամաբանական էր ենթադրել, որ նա թիրախավորելու է եկեղեցու հեղինակություն վայելող սրբազանների, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան։ Ես չեմ բացառում, որ առաջիկա շաբաթներին, հատկապես վաղար շաբաթում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների համատեքստում եկեղեցու դեմ պայքարի նորանոր դրսևորումների ականատես լինենք։ Եվ այսպես, երեկ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ հակաժողովրդավարական, հակապետական, հակազգային, հակաեկեղեցական ակտ։ Իդեպ ես ուզում եմ իմ հետևորդներին տեղեկացնել, որ ստալինյան բռնաճնշումներից հետո 1950-ականներից հետո Հայաստանում հոգևորական չի կալանավորվել,